Հարգելման իմաստով պատիժների խստացումը եւ խստությունը իր հետ բերելու է նաեւ կանխարգելման խնդիրներ լուծելու, որպեսզի մեր քաղաքացիները, ինչպես նշեցի, օրինակ այս պահին գործող կարգավորումներով խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շարժանառության համար պատասխանատվություն է նախատեսվում մինչև 6 տարի ժամկետով։ Երբ մենք այս պատժի շեմը բարձրացնում ենք, դա լինում է պակաս գրավիչ եւ նաեւ ունենում է կանխարգելման գործիք հանդիսանում։ Բայց կանխարգելման համար սրանով չենք սահմանափակվում եւ մի շարք այլ գործիքակազմեր ենք օգտագործում եւ հիմա էլ առաջիկայում էլ նաեւ վարչապետի առաջարկությամբ դրանք ել ավելի մեծ թափ կստանան, խոսքը վերաբերվում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը եւ մենք ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու՞ չէ ազգային ժողովում իրականացնենք թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ հնարավոր է իրենք պատահականության սկզբունքով ստիպված լինեն թեստավորվելու եւ սա նույնպես բերի կանխարգելման, այսինքն քաղաքացին օրինակ ազգային ժողովի պատգամավոր կամ մեկ այլ պաշտոնյա կամ զինվորական կամ ուսումնական հաստատությունում սովորող աշակերտ կամ ուսանող, եթե գիտի, որ ինքը հնարավոր է պատահականության սկզբունքով ընտրվի եւ արդեն ստիպված լինի հանձնել թեստավորում, դա նաեւ կունենա լուրջ կանխարգելման միջոց կլինի եւ մեր այս քաղաքացիները, մեր բնակիչները, մեր սիրելի քաղաքացիները կմտածեն արդյոք արժի օգտագործել թմրամիջոցներ թե ոչ, քանի որ հայտնաբերվելու դեպքում դա կունենա բացասական հետևանքներ իրենց եւ իրենց ընտանիքի, իրենց միջավայրում եւ ընդհանրապես իրենց ապրելակերպի հետ կապված լուրջ խնդիրներ կառաջացնի, սրանովից թեստավորումը, ինչի հանձնարարական արդեն տրվել է իրապահ մարմինների ներքին գործերի նախարարությանը եւ առողջապահության նախարարությանը վարչապետի կողմից հանձնարարականը կա, առաջիկայում կարգերը կսահմանվեն, խնդրեմ նաեւ որպեսզի դուք էլ առաջարկներ ներկայացնեք, ինչպես անենք, որպեսզի այս ընտրանքային կամ կամավոր կամ պարտադիր թեստավորումը լինի ավելի արդյունավետ եւ ավելի ընդգրկուն եւ նաեւ սրա մեջ կարող են ներառել ինչու՞ չէ նաեւ պատգամավորներին, որպեսզի պատգամավորները նույնպես կամավոր հանձնեն թեստավորում, դրանով իսկ նաեւ օրինակ ծառայեն մեր հանրության համար